Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Սա ինձ համար քաղաքական գործընթաց չէ։ Բարի բոլոր նրանց համար, ովքեր այս մտածումն ունեն, նրանց համար էլ քաղաքական գործընթացներ չեն։ Սա ազգային ազատագրական պայքար է, ուղղակիորեն։ Մեր մոտեցումը դա է։ Անկախ նրանից ինչ կասեք կամ ինչ չեք ասի։ Բավարար է քաղաքական, քաղաքագիտական մեր վերլուծություններ, դրանք լավ են, չափազանց լավ են։ Այդուհանդերձ կարիքն ունենք դաշտում փաստելու, վկայելու, գործելու եւ հաստատելու դա։ Երկրորդը, ինչպես միշտ հարցրել եմ, մի հարցրեք հնարավոր է թե ոչ, այլ հարցրեք անհրաժեշտ է թե ոչ։ Եթե կարծնեք հնարավոր է թե ոչ, այդ հարցի պատասխանի մեջ էլ կմնաք։ Եթե կարծնեք անհրաժեշտ է թե ոչ, այդ հարցի դրական պատասխանի դեպքում, այսինքն անհրաժեշտ է, ասում մեզ համար անհրաժեշտ է այս չարիքի իշխանությանը հեռացնելը, ուրեմն նաև կդարձնենք հնարավոր, բոլոր հնարավոր տարբերակներով։ Ուրեմն այս երկու հարցադրումները տվեք եւ դրանից մղված ուրեմն փորձեք գործել։ Քաղաքական գործընթացներ են սրանք, թե այո, չեմ վարանում ասելու, ազատագրական պայքար կամ հնարավոր է թե անհրաժեշտ։ Երբ այս հարցերի պատասխանները դուք ձեզ համար կտակ եւ կգտնեք, մնացած գործերն էլ կանեք։ Ես ուզում եմ հիշեցնել անցյալ տարի այսօրը կամ այս օրերը։ Մարտ 14, 15, 16 այս օրերը, այս ամբողջ ժամանակահատվածը, անցյալ տարի, 1 տարի առաջ ուղիղ, երբ համատարած աղետեր, համատարած ապաթիա, համատարած վախվուխ, ինչպես այսօր կամ այսօրվա, այսպես ասած, համապատկերի մեջ, համատարած մոլորված վիճակ, վախեցած վիճակ, ամբողջությամբ Արցախի հանձնումից հետո, երբ այո մեր ճանապարհները, մեր լուծումները գրեթե անտեսանելի են, անհասկանալի են, ես անձնապես այդ իրավիճակի մեջ որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց, հրապարակ, չեմ կարող հանդուրժել սա, այս իրականությունը եւ պետք է կոչումն ունեմ Աստծուց ինձ տրված, իմ ժողովրդից տրված, այս ծառայությամբ տրված, պատվով տրված, իմ ընկերների, եղբայրների, մեր բազում նահատակների հրավերով տրված, որ պետք է դուրս գամ փողոց, ինձ համար անձնական հաշտություն ունենալու, ինքս ինձ Աստծու հետ, մեր նահատակների եւ մեր կյանքի ու մեր պատմության հետ։ Ներդնելու ամբողջ իմ ունեցածը, ջանքերը, կյանքը, ամեն ինչ այս իրավիճակը փոխելու համար։ Եվ այո, հաջողվեց մեզ, հաջողվել է եւ շարունակելու է հաջողվել։ Եվ ես ուզում եմ դիմել ասելով, ոչ մեկ չի թելադրել, ոչ մեկ չի ստիպել, ոչ մեկ չի համոզել, եւ ես էլ ոչ մեկին ոչ թելադրել, ոչ ստիպել, ոչ համոզել եմ, որևէ կերպով, այլ դուրս եմ եկել եւ մինչեւ այսօր այդ պայքարի ճանապարհով շարունակում, միտեղ ուժեղ, միտեղ տկար, միտեղ բարակ, միտեղ հաստ, միտեղ կարճ, միտեղ երկար, բայց այդ պայքարի բովը գնացել է առանց որևէ մեկին ոչ պախարակելու, ոչ քննադատելու, ոչ ետ նայելու, ոչ առաջ նայելու, ոչ կողք, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ կալանք, ոչ մահ, ոչ մի բան, այլ մենակ մեկ գաղափար ու նպատակ։ Մեզ տրված կոչումով, ինձ տրված կոչումով ես կոչված եմ այս ազատագրության ճանապարհի մեջ մտնել։ Ինչ կարգավիճակով, դա էլ նշանակություն չունի։ Այդուհանդերձ դա ինն է։ Եվ ես ուզում եմ, որ յուրաքանչյուրինը դառնա։ Փառք Աստծո, որ այս օրերին բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ, ես ասեմ տասնյակ դուք մտածեք հարյուրավոր, ես ասեմ հարյուրավոր դուք մտածեք հազարավոր, մարդիկ իրենց պատրաստակամությունը հայտնել են, հայտնում են շարունակաբար այս իրավիճակը փոխելու համար, առանց անպտուղ վեճերի, առանց որևէ պախարակումների, առանց սրա նրա վրա այս կամ այն ձևով ցեխարձակումների, այլ պարզ մեկ մտքով, ամեն ինչից վեր, Աստված, պետություն, հայրենիք, պատմություն, ժառանգություն եւ մեր նահատակության գինը։ Կան այդ մարդիկ, եւ ես ուրախ եմ, որ կան։
Եվ մենք այո, առողջ վարդապետության, մեր բարի պատերազմենք այո ստանալու համար փառքի պսակը, որովհետև ինչպես միշտ ասել եմ, դուք էլ շատ հաճախ լսել եք դա, որ ես անձնապես չեմ ցանկանում այս կյանքից հեռանալ նզովված, այլ ուզում եմ հեռանալ խաղաղ մտքով, երջանիկ հայացքով, Աստծո հետ հաշտ, մեր նահատակների հետ հաշտ, ինքս ինձ հետ հաշտ եւ օրտնված հեռանել այս կյանքից։ Դուք էլ հարց տվեք ձեզ, պատրաստ եք այդպես վարվելու թե ոչ։ Մտածելու եք միայն այս ժամանակը, որ փոքր տարածքի մասին, որտեղ այս կամ այն ձևով որևէ մեկ իր գոյությունը ապրում է կամ քարշ է տալիս, եւ մտածեք այն հավիտենական փառքի պսակի մասին, որ կարող է տրվել քեզ, մեզ, բոլորիս Աստծո օրհնության ներքո եւ մեր նահատակների վավերացմամբ։ Այո, ես անընդհատ խոսելու եմ մեր նահատակների մասին, որովհետեւ իրենք են իմ կյանքի ուղենիշը եղել։ Եվ այո, ինչպես ասել եմ, ասում եմ, մենք ազատագրական պայքարի մեջ ենք։ Բարի պատերազմը պատերազմելու մղումով։ Եվ դա հաղթանակից բացի ուրիշ վերջնարդյունք չունի։ Աստված զորացնի մեզ, օրհնի մեր ճանապարհը, եւ այն ինչ որ մենք մտածում ենք մեր կյանքի, մեր հայրենիքի պետության մասին, հնարավորությունն ու իրավունքը տա, առաջնորդությունը տա լիուլի իրագործելու, եւ դա լինելու է։ Ես խոստացել եմ եւ անելու եմ։ Աստված օրհնի։